Եթերում 02 հաղորդաշարի հերթական թողարկումն է, բարև ձեզ։ Մեր թողարկման առաջին մասում կներկայացնենք մի վերլուծություն բնակարանային գողությունների վերաբերյալ։ Գաղտնի ապշտակության այս տարատեսակը մշտապես ոստիկանության ուշադրության կենտրոնում է։ Անվերջ տարվում են աշխատանքներ սրանց բացահայտման ցուցանիշները բարձրացնելու ուղղությամբ ու բարձրացել է, չնայած աշխատելու կարիք միշտ էլ կա։ Ամեն գնով լավ ապրելու ձգտումը ոմանց դրդում է չճանաչեն միջոց ու օրենք, մղում անհանդուրժելի արարքների։ Այդպիսի արարք է գողությունը։ Այն օրենքով դատապարտելի է և ապրուստի միջոց չէ։ Գողության տարատեսակ դրսևորումներ են գրպանահատությունը, անասնագողությունը, ավտոառևանգումը և այսպես կարելի է շարունակել, սակայն այս շարքում բնակարանային գողությունն առանձնանում է։ Բնակարանային գողությունները դասվում են սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թվին։ Նրանք ըստ իրենց ծանրության համարվում են ծանր հանցագործության տեսակ, ինչպես այլ հանցատեսակներում, այնպես էլ բնակարանային գողություններում հանցագործները գործում են կամ անհատական կամ խմբերի կազմով։ Սովորաբար բնակարանային գողությունների դեպքում հանցագործները բնակարան մուտք են գործում տեխնիկական միջոցի գործադրման մուտքի դռան փականը կոտրելու միջոցով, հարմարեցված բանալի կամ այլ տեխնիկական միջոցի օգտագործման փականը բացելու միջոցով, եվրոպական արտադրության պատուհանները տեխնիկական միջոցի օգտագործման բացելու եղանակով, պատուհանի ճաղավանդակները փոկելու միջոցով, ինչպես նաև բաց պատուհաններից կամ պատշգամբներից մուտք գործելու եղանակով, բնակարանային գողությունների բացահայտման գործում ոստիկանությունը ձեռնարկում է համապատասխան օպերատիվ հետախուզական միջոցառումներ, ինչպես նաև կատարում է ցերեկային և գիշերային շրջագայություններ։ Եղել են դեպքեր, երբ բնակարանային գողերին բռնելուց բացի ոստիկանները հայտնաբերել են նաև նրանց գործիքները։ Տարբեր չափսեր ու տաշվածքներ ունեցող մի քանի տասնյակ բանալիներից զատ դուռ ու լուսամուտ բացող հարմարանքների մի ամբողջ զինանոց, գործիքներ, մետաղալարեր, զանազան կեռիկներ, ինչպես հանցավոր աշխարհում են ասում, ատմիչկաներ, որոնց ամենավորակյալ փականն անգամ դժվար թե դիմադրի։ Նման հարմարանքներ սովորաբար արհեստավարժ գողերն են ունենում, որոնցից առավել զգուշավորներն աշխատում են գործել ընկերների հետ։ Սկզբում ընտրում են թիրախը, հետո որոշում օրն ու ժամը, ծրագրում թե ով ինչ պետք է անի, ով է դրսում սպասելու, ով ում հետ է բացելու դուռը և որ ամենակարևորն է, ինչ են պատրաստվում գողանալ։ Ոմանք ավելի անվտանգ համարելով նախընտրում են մտնել այնպիսի տներ, որտեղ ոչ ոք չի ապրում, ոմանք էլ ճիշտ հակառակը, թիրախ են դարձնում այն բնակարանները, որտեղ կյանքը եռում է։ Եթե տանն ապրում են, ուրեմն ապրուստ էլ կլինի։ Այդ սկզբունքով վերջերս Արարատի մարզի Գետազատ և Վերին-Դվին գյուղերում 5 բնակարանային գողություն էր կատարվել։ Նույնիսկ տպավորությունն այնպիսին էր, ասես գողերը գիտեին, թե ում տուն են մտնում և ինչու։ Մի դեպքում Գետազատ գյուղի տներից մեկի հետնամասով բակ էին մտել, բարձրացել երկրորդ հարկ, բացել դուռն ու հափշտակել ոսկյա զարդեր, մի քանի հազար եվրո և հեռացել։ Տանտերերը տնից ընդամենը մի քանի ժամ էին բացակայել։ Վերադառնալիս տուժողն իրենց փողոցում վազ 2106 մակնիշի մեքենա էր տեսել, բայց ուշադիր չէր եղել, չէր մտապահել համարները։ Մյուս դեպքը Վերին-Դվինում էր կատարվել։ Ինչ-որ մեկը, որ հավանաբար տեղյակ էր եղել, որ տանը մարդ չկա, բարձրացել էր տանիք, իջել բակ, տեսել էր դուռը կողպված չէ, ներս էր մտել և դարձյալ գողացել փող ու ոսկի։ Նույն գյուղում օրեր անց կատարվեց երրորդ բնակարանային գողությունը, իսկ հաջորդ երկուսը դարձյալ Գետազատ գյուղում եղավ։ Կրկին տան հետնամասով մոտեցել էին ննջարանների պատուհաններին, պտուտակահանով բացել, մտել տուն ու ոսկյա զարդեր հափշտակել։ Վերլուծելով դեպքերը ոստիկանության արտաշատի բաժնի ծառայողները փորձում էին հասկանալ ինչով էին իրարից տարբեր և ինչ ընդհանրություններ ունեին գողությունները։ Ձեռագիրը նույնն էր, բայց մեկ մարդու ձեռքի գործ չէր։ Մտել էին հիմնականում պատուհանով, գողացել բացառապես փող ու ոսկի։ Մի ընդհանրություն էլ կար՝ տուժողներից 3-ն այդ օրերին հարսանիքի կամ նշանադրության էին եղել։
Վերին Դվին գյուղի բնակարանային գողություններից մեկի տուժողը հիշեց, թե համագյուղացիներից բացի իրենց տնից բացակայելու մասին ելով գիտեր եւ բացահայտման կծիկը սկսվեց քանդվել։ Կասկածյալները 4-ն էին, որոնցից 2-ը գետազատից։ Քրեական հետախույզները նրանց կասկածելու բոլոր հիմքերն ունեին եւ օրեր անց 4-ն էլ բերման ենթարկվեցին ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղ էլ տվեցին խոստովանական բացատրություն։ Եղել են դեպքեր, երբ արագ եւ օպերատիվ գործելու արդյունքում ոստիկաններին հաջողվել է հանցագործին բռնել հենց հանցանքի պահին։ Տեղեկություններ ենք ստացել, որ Զաքյան 3 շենքի բնակարաններից մեկում այժմ գողություն է կատարվում, օպերատիվ խմբի մի մասը արդեն մեկնել է, միանանք նրանց։ Օպերատիվ խումբը ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցների հետ մեկնեց նշված հասցե։ Տանտերերը տանը չէին, սակայն բնակարանից ձայներ էին լսվում։ Ինչ որ մեկը ներսից շարժեց դռան բռնակը, դուռը բացվեց։ Կասկածյալները փորձում էին հեռանալ, սակայն ոստիկանները կանխեցին։ Տունը տակնու վրա արված չէր, բաց էր միայն ննջասենյակի պահարանը։ Տանտերը փողն ու ոսկեղենն այնտեղ էր պահում, ոչ գումարը կար, ոչ էլ ոսկին։ Փորձագետն ուսումնասիրեց տան դուռը, փականը կոտրված չէր, երևի հարմարեցված բանալիով էին բացել։ Կասկածյալները բերման ենթարկվեցին ոստիկանության կենտրոնականի բաժին։ Խուզարկությամբ նրանց մեկի գրպանից հայտնաբերվեց ոչ միայն հափշտակված փողն ու ոսկին, այլև բանալիները, որոնցով հաջողացրել էին բացել բնակարանի դուռը։ Պատահել է, երբ ուշադիր ու սրտացավ հարևանի մեկ ահազանգը կանխել է ոչ միայն բնակարանային գողությունը, այլև օգնել ոստիկաններին զինված հանցախումբ վնասազերծել։ Այդպես եղավ Վանաձորում։ Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները Նարեկացու փողոց էին հասել, երբ կասկածյալները դեռ նշված հասցեում էին։ Ներսից ոստիկանների ուղղությամբ կրակել էին։ Պատասխան կրակ էին բացել նաև ոստիկանները, կասկածյալները խուճապահար փախել էին։ Ոստիկանները հրաձգությունը չէին շարունակել, վտանգավոր էր, մութ էր շուրջը, տներ, քնած մարդիկ, ամեն ինչ կարող էր պատահել։ Սակայն դեպքի վայրից ոչ հեռու հայտնաբերելով նրանց մեքենան, հաջորդ օրն իսկ իրավապահները 3-ին էլ բերման էին ենթարկել ոստիկանության Տարոնի բաժին։ Խուզարկությամբ նրանցից մեկի բնակարանից հայտնաբերվեց եւ առգրավեց նաև հրաձգության ժամանակ գործածված ատրճանակը։ Բնակարանը գողերը շատ անգամ հենց իրենք են պատմել, թե ինչպես են թիրախն ընտրում։ Ոմանք մտնելով շքամուտք, այս կամ այն բնակարանի դռան արանքում լուցկու հատիկ են դնում։ Մյուսները որևէ ընկերության տաքսի ծառայության կամ խանութի այցեքարտ հագցնում, պարզելու թե նշված բնակարաններից որ մեկում չեն բնակվում, որպեսզի նորմալ պահի անկաշկանդ գործեն։ Քաղաքացիներին կոչ են անում ուշադիր լինել թե իրենց եւ թե հարևանների դռներին փակցված զանազան թղթերին։ Մանավանդ եթե այս կամ այն տանը մարդ չի ապրում, մի զլացեք փոկել թուղթը։ Ուշագրավ է, թե բնակարանային գողությունների նախականխման եւ կանխման ուղղությամբ ոստիկանությունն ինչ միջոցներ է ձեռնարկում։ Հրահանգավորումների ժամանակ բարեկապահակետային ծառայություն իրականացնող վերակարգերին ցուցումներ են տրվում թե երեկոյան եւ թե ցերեկային ժամերին իրենց երթուղիներում շրջագայելիս, շրջագայեն նաեւ հարակից բակային տարածքներում։ Հատկապես գիշերային ժամերին ուշադրության կենտրոնում պահեն շենքերի առաջին եւ երկրորդ հարկի պատուհանները, շքամուտքերը, կասկածելի անձ կամ մեքենա տեսնելիս մոտենալ։ Համայնքային ոստիկաններին ուղղորդում ենք զրուցել իրենց տարածքի ազգաբնակության հետ, թե անվտանգության ինչպիսի միջոցներ են անհրաժեշտ ձեռնարկել, այդ թվում բնակարանների դռները փակ պահել, շքամուտքերը ցանկալի ունենան փականներ, այսպես ասած դամաֆոններ եւ տեսախցիկներ։ Քիչ չեն եղել դեպքերը, որ համագործակցելով պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ ոստիկանությունը կարգավորել է այս կամ այն բակի լուսավորության հարցը, որը նույնպես շատ կարեւոր է։ Ըստ վիճակագրության նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ մայրաքաղաքում բնակարանային գողությունների բացահայտման թիվն ավելացել է 11,7%-ով։
Մնում է ինքներս մի փոքր ուշադիր եւ զգույշ լինենք, չզլանանք համագործակցել ոստիկանության հետ, չմոռանանք դռանը որակյալ փական, իսկ առաջին եւ երկրորդ հարկերի դեպքում պատուհաններին երկաթե ճաղավանդակներ տեղադրել։ Շարունակում ենք թողարկումը։ Կյանքն ապացուցել է, որ վերափոխվելու եւ բարեփոխվելու լավագույն միջոցը ոչ թե զրոյից սկսելն է, այլ հնի առողջ ճյուղերին նորի առաջադեմի պատվաստումը։ Այսօր ոստիկանությունը բարեփոխումների հերթական փուլում է եւ այսօր ավելի քան երբևէ պետք է ճանաչել համակարգի վետերանների գործը, էստաֆետի պես վերցնել նրանց ձեռքբերումներն ու նորովի մոտեցումներով քայլել առաջ։ Նաեւ այս նպատակն է հետապնդում մեր հաղորդաշարի նորեջը, որ վերնագրել ենք «Պատիվ ունեմ»։ Սա հարգանքի տուրք չէ, քանի որ նրանք համակարգի վետերանները այսօր էլ շարքում են, այսօր էլ պայքարում են հանցավորության դեմ եւ հանուն կարգ ու կանոնի, այսօր էլ խրոխտ կեցվածքով երդման նման ասում են «Պատիվ ունեմ»։ Ոստիկանության պետի խորհրդական վետերանների խորհրդի նախագահ պաշտոնաթող գնդապետ Գրիգոր Աբովյան մարդում ողջ կյանքը ծառայության մեջ է եղել։ 43 տարի ծառայություն օրենքին, գիտակցում, որ համազգեստ կրելը պատիվ է, պատասխանատվություն, որ պատիվ ունեմը արժանապատիվ ծառայելու երդում է։ Մեծացել եմ զինծառայողների ընտանիքում եւ հայրս եւ մայրս երկուսն էլ աշխատել են համակարգում։ Ես այդ իրենց շարժը առավոտյան վեկենալը, պատրաստվելը, ասենք համազգեստի խստությունը, պահանջկոտությունը դեպի հենց իրենց նկատմամբ աշխատանքի ճուշանալը ես դա տեսնում եմ եւ միշտ հասկանում եմ, որ դա շատ լուրջ աշխատանք է։ Իսկ եղել է դեպք, որ ասենք հայրիկից թաքուն հակնեք իր համազգեստը կամ գլխար գտնեք եղել, այլ ոչ թե ես, նույնիսկ քույրս էր մեկ այդ բանն անում, որտեղ մենք երկուսս էլ հիանում էինք այդ համազգեստով, հատկապես տոնական համազգեստով։ Ընտրությունը, որ կատարվեց աշխատանքի, այդ ուղղությամբ էի մտածում, թե իրավաբանական ուրեմն ֆակուլտետն ընդունվելը համալսարանի, թե հետագայում աշխատելը բան, այդ մնացածը բոլորը կապված էր այդ տպավորությունների հետ, որոնք առաջացել էին մանկության տարիներին։ Ներքին ծառայության գնդապետ Կոնստանտին Աբովյանի եւ միլիցիայի մայոր Մարգո Աբովյանի որդին լինելն արդեն պատասխանատվությունն էր։ Ծնողներն իրենց կեցվածքով, իրենց հեղինակությամբ առօրյայով իսկական դպրոց էին ու Գրիգոր Աբովյանն անցնում էր այդ դպրոցով։ Ծնողները սկիրտ կարդացած մարդիկ էին, բարձրագույն թող չհնչի, հայրս գերազնիվ մարդ էր։ Նրա ազնվությունը պարտավորեցնում էր, նրա խստապահանջությունը կարգապահությունը զգաստացնում էր, ասում է Գրիգոր Աբովյանը։ Ներքին գործերի համակարգը ընդունվելու որոշումը պատանեկան տարիների երազանք էր եւ խորհրդային բանակում ծառայությունից անմիջապես հետո դիմում ներկայացրեց ներքին գործերի նախարարություն։ Դիմումը գրեցի, հայրս այդ ժամանակ աշխատում էր կադրերի բաժնում, ներքին գործերի նախարարության կադրերի բաժնում, դա տեղակալն էր այն։ Դիմումը ոնց էր եղել, եկել են գելեր իր ձեռքը։ Ասեցի դե մտածեցի, որ ճիշտ կլինի, որ ավելի ազնիվ կլինի, որ ոչ մեկի օգնությունն էլ ստեղ չլինի, որ դու ինքդ բան ասեց ոչ մի օգնություն տեղ չի էլ կարող լինել, ասեց դու ինքնուրույն սկսել ես, ինքնուրույն վերջացրու։ Բայց ես գիտեմ, ասեց որ քեզ կմերժեն, ասի ինչի, ասեց որտեղ կրթություն չունես, մինչև չընդունվես, ասեց ոչ մի բան, ուրեմն չի ստացվի եւ իրոք ինձ մերժեցին։ Պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ ընդունվելուց հետո կրկին դիմումով ներկայանում են ներքին գործերի նախարարություն։ Այս անգամ չեն մերժում։ Որպես անչափահասների գործերով տեսուչ ծառայության է անցնում տրանսպորտի վարչությունում։ Երբեք չեմ փորձել օգտվել հորս հեղինակությունից, հովանավորությունից։ Ինձ մնում էր իմ սեփական ճանապարհը հարթել աչքի առաջ ունենալով նաև ծնողներիս բարի անունն ու համբավը, առաջնորդվելով նրանց դաստիարակությամբ, ասում է Գրիգոր Աբովյանը։ Պավել Եպիսկոպոսյանի ղեկավարությամբ աշխատելը մի առանձին համալսարան էր։ Մյուս համալսարանն էլ հորս խորհուրդներն էին։ Խորհուրդներ շատ է տվել բարի եւ ամենակարևորը որ լինել ազնիվ, ուրեմն միշտ նվիրված լինել աշխատանքին, անձնական ժամանակը չխնայել աշխատանքի համար, պետության համար կյանք տալ, այդպիսի դաստիարակությունով էլ մինչեւ վերջի ուրեմն ժամանակներս էլ աշխատել ենք։ Հիշում եմ դեպքեր եղել, որ գիշերը ժամը 3-ին 4-ին վեր եմ կացել, եկել եմ ինչ որ մի աշխատանք վերջացրել եմ, որ առավոտյան ժամը 9-ին, երբ որ գործը սկսվի, աշխատանքը սկսվի, ես կարողանամ դա արդեն վերջացած վիճակում զեկուցեմ իմ ղեկավարներին, որտեղ ամոթ է եղել, որ ես կամ ասեմ կլինի, որ մի օր ավելի ուշ անեմ կամ ամանչել եմ, ասել այն ինչ որ պետք է անես այսօր, պետք է վերջացնես այսօր, վաղվա չի կարելի տեղափոխել, դա քո մասին վատ կարծիք կստեղծվի։
4 տասնյակից ավելի տարիները կյանքի լավագույն հատվածն էին, որ անցել էր որպես պատվախնդիր սպա ու բարեխիղճ մարդ։ Իրեն թոշակառուի կարգավիճակում չէր պատկերացնում, բայց վաստակած հանգստի անցնելու ժամանակն էր։ Մի հատ հարց էր ինձ մենակ հանգիստ չէր թողնում, որ ես առավոտյան պետք է դուրս չգամ տանից, վեր կենամ, նորից սափրվեմ, պատրաստվեմ, հագնվեմ, չգիտեմ, դուրս գամ, արագ գամ, հասնեմ աշխատանքի, ինչ որ տեսնեմ, ինչ ունեմ անելու, նայեմ իմ պլանները։ Երկրորդ սարսափելին նա էր, որ սկսեցի, ասենք, նոր աշխատանք ման գալ եւ որտեղ որ ինչ որ մի բան տեսնում էի, հնարավոր ինձ թվում էր շատ բան խորթ, ես չէի կարող, ասենք, պատկերացնել ինձ այդ ոլորտում։ Ոստիկանության պետի առաջարկը ղեկավարել ոստիկանության վետերանների խորհուրդը տվեց բոլոր հարցերի պատասխանը։ Շարքում մնալու գայթակղությանը դիմանալն անհնար էր, եւ Գրիգոր Աբովյանը մեծագույն պատասխանատվությամբ համաձայնեց։ Ոստիկանության վետերանների խորհրդի նախագահի պաշտոնը պատասխանատվության, աշխատանքային ոճի առանձնահատուկ նրբանկատություն պահանջող դաշտ է։ Համակարգում ավանդ ներդրած հանցավորության դեմ պայքարի գործին երիտասարդությունն ու տարիները նվիրած սրտացավության ուշադրության կարիք ունեցող մարդիկ են, որոնց համար երբեմն դժվար է հարմարվել թոշակառուի կարգավիճակին։ Պետք է կարողանալ յուրաքանչյուրի հոգսին ականջալուր լինել, ձեռք մեկնել, պարզապես համբերատար լսել, եւ Գրիգոր Աբովյանը լսում է, հնարավորություններն իմի բերելով աջակցում։ Պահպանելով ձևավորված ավանդույթները, այսօր նոր մոտեցում է դրսևորվում վետերանների ներուժը, փորձն ու գիտելիքները հանցավորության դեմ պայքարի գործին ծառայեցնելու, ոստիկանության ավագ եւ կրտսեր սերնդի, նաեւ հասարակություն ոստիկանություն կապն ամրապնդելու համար։ Առհավատչան վետերանների ակտիվ մասնակցությունը հանցագործությունների բացահայտման եւ պրոֆիլակտիկ միջոցառումներին։ 2015 թվականին ուրեմն ոստիկանության կենսաթոշակառուների մասնակցությամբ բացահայտվել է 202 գրանցված հանցագործության դեպք։ 16 թվականի 2 ամսվա ընթացքում 21 դեպք մեզ մոտ արդեն գրանցված է բացահայտում ոստիկանության կենսաթոշակառուների կողմից։ Պարբերաբար այցելություններ են կազմակերպվում մարզեր, որոնք ամենաարդյունավետ միջոցառումներն են տեղերում վետերանների հիմնախնդիրներին ծանոթանալու, դրանց լուծում գտնելու, վետերանների կապը ոստիկանության տարածքային բաժինների հետ ամրապնդելու համար։ Կազմակերպվում են նաև մշակութային միջոցառումներ։ Ոստիկանության վետերանների խորհրդի ուշադրության կենտրոնում է հատկապես պատանիների եւ աղջիկների ռազմահայրենասիրական դաստիարակության հարցը։ Այդ առումով բազմաբնույթ միջոցառումներ են անցկացվում դպրոցներում եւ կրթական մյուս օջախներում։ Ասում են նախկին ոստիկան չի լինում։ Այդպես է, օրենքին ու հայրենիքին երթում տված մարդը միշտ պատրաստ է ասել. Պատիվ ունեմ։ Պատիվ ծառայելու օրենքին ու ժողովրդին։ Մեր հաղորդումն ավարտվեց, կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Ցտեսություն։